Այն որ ասում էին չնայած մինչև հիմա էլ ասում են երաշխավորված խաղաղություն ենք բերելու, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ասել, որ հենց այս րոպեներին Երևան քաղաքը եւ Երևան քաղաքում ստեղծված իրավիճակը ինքնին խաղաղության երաշխավորություն է բաց երկնքի տակ։ Ժողովուրդ ջան, հիշում եք, թե ինչպես 2018 թվականի հեղափոխությունից մինչև առ այս պահը որոշ տգետներ, ովքեր որ ցավոք սրտի, մեր տեղական տգետներից, ովքեր որ ցավոք սրտի տիրապետում են խոշոր մեդիա ռեսուրսների, մեդիա մագնատներ են, լցնում էին ժողովրդի ականջները, թե այ այս իշխանությունները եկել են, որ ծախեն մեր արժեքները, մեր մշակույթը, մեր կրոնը, չգիտեմ, ամեն ինչ ոտնահարում են, մեր հայուգենը, մեր ընտանեկան արժեքները։ Այսօրվա եվրոպական համայնքի գագաթնաժողովի բացման արարողությունը տեսակ, ինչ գեղեցիկ ձևով էր պատրաստված, ինչպես էր ներկայացնում մեր հայկական մշակույթը, սկսած տառերից, կրոնից, մեր գիտությունից, այն մարդկանցից, ովքեր որ Հայաստանում չեն ապրել, բայց գիտությամբ են զբաղվել, հայտնագործություններ են արել իրենց ստեղծած արժեքներից, տեսակ ինչ գեղեցիկ, ինչ ճաշակով, ինչ նորմալ էր, բոլորը զարմացել էին։ Ես ուշադրություն դարձրեցի նույնիսկ թուրք պաշտոնյայի հայացքին։ Ինչ եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, շատ են այս տիպի մարդիկ, ովքեր որ գալու են, ինչ-որ բաներ պնդեն, ինչ-որ ստեր խոսեն, ստեր հորինեն, փորձեն քաղաքական դիվիդենդներ շահեն, դրանից ձայներ փախցնեն, որպեսզի մեր երկիրը գցեն անկայունության մեջ, որպեսզի մեր երկրի մեր անկախությունը վերացնեն, այլևս անկախ պետություն չունենանք, մի հավատացեք նման մարդկանց, ընդհանրապես մի հավատացեք, որովհետև այդ մարդիկ ժամանակով, փորձով արդեն ապացուցված տգետներ են առնվազն, եթե ոչ դավադիրներ ու թշնամիներ, առնվազն տգետներ են, ու իրանք իրենց ներկայությամբ, իրենց խոսքով պղծում են թե քաղաքական դաշտը, թե հանրային հասարակական կյանքը, դրա համար մի հավատացեք, իսկ հիմա խնդրեմ վայելեք այդ տեսահոլովակից մի փոքրիկ հատված, թե ինչպես էր ներկայացված այսօր հայկական մշակույթը եվրոպացիների համար։ Լսում ես այս ընդդիմադիրների խոսացածը, Հայաստանը ճգնաժամային վիճակում է, մենք պետք է գանք որ փրկենք, մենք ենք մենակ որ կարանք փրկենք, մեկ էլ լուրերն ես նայում, Երևանի փողոցներում Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քայլելիս պատահաբար հանդիպեցին Իռլանդիայի վարչապետին։ Մնացած լուրերն ես թերթում, այս երկրի առաջնորդը, այս երկրի առաջնորդը, այս երկրի առաջնորդը Հայաստանում են ամբողջ Եվրոպան, Հայաստանում արևմտյան ամբողջ աշխարհը, Հայաստանում հիմա առաջնորդների մակարդակով հիշում ես այն ոչ բարով Լուկաշենկոյի ասածը, թե ում է պետք Հայաստանը, եթե մենք չենք, բավովա ու տենց հասկանում ես, որ խայտառակ վիճակ է դիպատիր դաշտում ուղղակի ու պետքա բոլորին հիմա բարի առավոտ մաղթել ու ինչ պետք է անենք մենք ինչա ստացվում, որ անում ենք մենք, երբ որ ամբողջ Եվրոպան Երևանում է, իհարկե պետքա գնալ Մարտունի նկարահանումների, իսկ թե ինչ նկարահանումների կիմանաք հետո։